Այսօր հուլիսի 18-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:20-ի սահմաններում ներքին գործերի նախարարության, ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թոխմախի գերեզմանների տարածքում տղամարդու դիկը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Շամշյանը, ժամանել են ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ։ Տեղում շիրմաքարերից մեկի մոտ տեղադրված զրուցարանում համայնքային ոստիկանները ու պարեկները հայտնաբերել են վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դիակի։ Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչության քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը բաժնի պետ Ռոման Մախմուրդյանի եւ օրվա հերթապահ քննչի գլխավորությամբ։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է դեմքի հանգամանքները։ 3 հունվարի 13-ին հայտնի դարձավ, որ կյանքից անժամանակ հեռացել է ԱԺ Հայաստան խմբակցության падգամավոր Մեհեր Սահակյանը։ Ինչպես ավելի վաղ գրել է Շամշյան.com-ը, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում ավտոմեքենա է ընկել ձորը և կատուժած։ Տեղում պարզվել էր, որ Hyundai Accord մակնիշի ավտոմեքենան, որն ամբողջությամբ վերածվել էր մետաղե ջարդոնի, մոտ 700 մետր գլորվել էր ձորը։ Ավտոմեքենայի մեջ փրկարարները հայտնաբերել էին ազգային ժողովի падգամավոր Հայաստան խմբակցության անդամ Մեհեր Սահակյանին, ում նախորդ օրվանից որոնում էին։ 3 հունվարի 13-ին հայտնի դարձավ, որ կյանքից անժամանակ հեռացել է ԱԺ Հայաստան խմբակցության падգամավոր Մեհեր Սահակյանը։ Ինչպես ավելի վաղ գրել է Շամշյան.com-ը, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում ավտոմեքենա է ընկել ձորը և կատուժած։ Տեղում պարզվել էր, որ Hyundai Accord մակնիշի ավտոմեքենան, որն ամբողջությամբ վերածվել էր մետաղե ջարդոնի, մոտ 700 մետր գլորվել էր ձորը։ Ավտոմեքենայի մեջ փրկարարները հայտնաբերել էին ազգային ժողովի падգամավոր Հայաստան խմբակցության անդամ Մեհեր Սահակյանին, ում նախորդ օրվանից որոնում էին։ Падգամավորի գործընկերները Արմլուրեյեմի հետ զրույցում պատմել են, Սահակյանը օդանավակայաններ գնացել, դիմավորել էր արտերկրից վերադարձած ծնողներին, տարել տուն, ապա դուրս եկել, ասելով, թե գործեր ունի։ Դեպքը, սակայն, առեղծվածային բազմաթիվ դրվագներ ունի։ Ինչու է Մեհեր Սահակյանը հասել Տիգրանաշենի ոլորաններ, հարազատները նշում են, այդ տարածքներում ծանոթ բարեկամ չունեն։ Ում հետ է խոսել վերջին անգամ, ինչ է ասել, կարող էր ինչ-որ մեկը նրան այնտեղ հասցնել վնասելու նպատակով, հարցեր, որոնց պատասխանները կարող ենք ստանալ քրեական գործի ավարտից հետո միայն։ 3 ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ողբերգական ավտովթարի փաստով։ Քննիչի որոշմամբ նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություն և ավտոտեխնիկական փորձաքննություն, պարզելու համար արդյոք ավտոմեքենան տեխնիկական անսարքություններ ունեցել է, թե ոչ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էր սոցիալական ցանցում գրառում արել, ցավակցելով падգամավորի մահվան կապակցությամբ։ Մեծագույն ցավով տեղեկացա Ազգային ժողովի падգամավոր, Հայաստան դաշինքի անդամ, ՀՅԴ անդամ Մեհեր Սահակյանի մահվան մասին, անկեղծորեն խորին ցավակցությունս եմ հայտնում նրա ընտանիքին և հարազատներին։ Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ցավակցել էր Մեհեր Սահակյանի մահվան կապակցությամբ։ Ցավով տեղեկացա ԱԺ падգամավոր Մեհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին։ Ցավակցում եմ պարոն Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին, գրել էր վարչապետը։ Մեհեր Սահակյանի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին ցավակցել են նաև գործընկերները, կուսակիցները, նրա մահն անտարբեր չի թողել հանրությանը։
Ողբերգական ավտովթարից մահացած ՀՀԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա հունվարի 15-ին ժամը 17:30-ից Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը հունվարի 16-ին ժամը 13:00-ին նույն վայրից։ Մհեր Սահակյանը ծնվել է 1988 թվականի հունվարի 30-ին Երևանում։ 2008 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ 2016 թվականից ՀՅԴ անդամ է եղել։ 2021-22 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավորի օգնական հասարակական հիմունքներով։ 2022 թվականի դեկտեմբերի 10-ին Ազգային ժողովի պատգամավոր էր ընտրվել Հայաստան կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։ Մհեր Սահակյանն ամուսնացած էր, 4 զավակ ունի։